Փառք Նժդեհին։ Մենք գիտենք, որ գլխավոր ամենակարևոր արժեքը դա պետությունն է, հայրենիքն է։ Եվ մնացած ամեն ինչ ծառայում է կամ ուժեղացնում է այդ օբյեկտը կամ գաղափարը։ Իհարկե, կրթությունը, մշակույթը, գիրգրականությունը եւ հավատը այդ բոլորը նպաստում են, որ տվյալ ժողովուրդը ունենա պետություն, եթե պետությունը ազգային է։ Ինձ համար էլ գերական դա պետությունն է, բայց երբ որ պետության գլխի նստած մարդը պետության հատվածները ճանաչում է թշնամու տարածք, ես արդեն նրան իրավասություն չեմ վերապահում, որպեսզի ինքը խոսի պետությունից, պետականությունից կամ ազգային արժեքներից, կրթություն, մշակույթ, հոգևոր արժեքներ, ինչի մասին եմ խոսում։ Երբ որ Չիվաղը բերանը բացում է եւ սկսում է խոսել մեր պատմությունից, մեր կրթությունից, մեր սովորույթներից, մեր հավատքից, ես զգում եմ, որ ինքը գալիս է հերվից, շատ հերվից չէ, գալիս է օրինակ Բաքվից, Անկարայից, եւ ինքը կեղծիկի քար է դնում հերթով, մի քար է դնում, ամրացնում է, ամիսներ հետո կամ շաբաթներ հետո հաջորդ սուտը քարի տեսքով բերում, դնում ու ամրացնում է։ Խոսքս Մեծրոպ Մաշտոցին վերաբերվող վերջին գրառումների կամ հայտարարությունների մասին է։ Հիշում եք, որ սեպտեմբերին աղմուկ բարձրացավ, երբ որ մեր այբենարաններում Մաշտոցի նկարը չգտանք, եւ պարզվեց պետք է ֆոկուս անենք, աճպարարություն անենք, որպեսզի Մաշտոցին տեսնենք։ Ես չգիտեմ դրանով ինչ են ուզում ասել, Մաշտոցին դարձնում են տեզերական նոր են իրենց մոտ երևի հասկանում ով է Մաշտոցը, երևի այնպես են, որ ամեն մարդու հասանելի չլինի, էլի իբր։ Կամ այդ ներկը այնքան թանկ արժե, որ որը Մաշտոցի պատկերը պետք է նկարեր, խնայել են երևի, բայց գիտենք մի հատ նոր տարվա եղևնու համար ինչեր են ծախսում, կամ բարեկարգ մայթը քանդել, հավաքելու համար, նորը կառուցելու համար ինչեր են ծախսում։ Ինչևից է, հասկանում ենք, որ կա դիտավորություն։ Հային մոռանալ տալ իր մշակույթից, իր ինքնությունից, իր հավատից։ Եվ ես բացի իմ քաղաքական գործունեությամբ, ես նաև իմ վրա իմ եթերներով հանձն եմ առնում, որպեսզի սրանց հակակրթությունը, հակաքարոզը, հակապետականությունը պետականությանը հակազդեմ։ Եվ երբ որ ինքն ասում էր Մաշտոցը առաջ պետական ծառայող էր, հետո դարձավ կրոնավոր, որ գնա, չգիտեմ, այսինքն ուզում է ասի, որ պետությունն է էլի կարևոր, եկեղեցուն դարձրեց հոգևորական, եկեղեցուն պարտադրեց, որ ինքը գնա, որ էս, որեն։ Չէ, այն ժամանակ բաժանված էր պետության, արքան զբաղվում էր պետական գործերով, եկեղեցին զբաղվում էր մշակույթով, լեզվով, չգիտեմ, գիրգրականությունով, այսինքն պետության ղեկավարը, այսինքն արքայի գործը որոշակի թեթևացել էր, բայց միանշանակ ինձ համար պետությունը առաջնային է։ Էլի եմ ասում, եթե պետության ղեկավարը ազգային է, ոչ թշնամահապատակ, նա կարող է զբաղվել պետական գործերով կամ ինքնության կամ պատմության գործերով, բայց Նիկոլի տեսակը իրավունք չունի։ Եվ իր Մաշտոցին անդրադառնալու միտումը իմ մոտ մտավոր, ես մեր պատմության դասագրքերում հստակ գրված չէ մեր գրերի գյուտը, այսինքն Մաշտոցը ինչպես է վերականգնել, հստակ թե ինչպես, բայց մեր կան պատմաբաններ, որոնք իսկապես պետական հովանավորություններ չունեն, բայց իրենք աշխատում են, կարողանում են վերականգնել այլոց պատմություններից, այլոց գրածներից, ոչ թե մեր նոր բաներ են հորինում, այլ պրպտում, քանդում են եւ գտնում են, եւ դա իրականությանը ավելի մոտ է, եւ դա դեռ այսպես, չգիտեմ, դպրոցի մակարդակով չի մատուցվում, չնայած կարգելվել Նիկոլի օրոք դա, բայց քանի որ ես հետաքրքրվում եմ եւ ահագի բաներ տիրապետում եմ, երբ որ Նիկոլը բերանը բացում է, արդեն հասկանում եմ, թե հաջորդ կեղծ քարը ինչ է լինելու։ Օրինակ Մաշտոցը, երբ որ հայոց գրերը հավաքեց, ինքը սկզբից հավաքեց բաղաձայնները, ինքը ձայնավորները չէր կարողանում հավաքել։ Աշխարհում այբուբեններ կան, որոնք
օրինակ արաբականը կարծեմ բացառապես բաղաձայններից է բաղկացած, ձայնավոր հնչյուն չունի։ Բայց մեր այբուբենը դա ուղղակի զուտ այբուբեն չէ։ Եթե այլոց այբուբենը ուղղակի բանավոր խոսքը թղթին տալու միջոց է, մեր այբուբենը ոչ միայն բանավոր խոսքը թղթին տալու միջոց է, այլ նաև թվաբանական աղյուսակ է, քիմիական պարբերական աղյուսակ է, աշխարհակարգ է, օրացույց է, աղոթք է, ինքը եզակի է։ Ժողովուրդ, մենք իսկապես եզակի ազգ ենք, եւ այդ մեր եզակիությունը այլ ազգերը փորձում են ծաղրել, մեզ ասել մեծամիտ եք։ Բայց իրականում մենք եզակի ենք, մեծամիտ չենք։ Ուղղակի իրենք այնպես են անում, որ մենք մեր մասին տենց չխոսենք, էլի վատը զգանք, չառանձնացնենք, մենք վեր չդառնանք բոլորից, բայց իրականում դա այդպես է։ Ընտրյալ ազգը հայ ժողովուրդն է եղել, ոչ թե հրեան, ոչ թե ռուսը, թուրքը, չգիտեմ, ում գիտեք։ Եվ այսօր պայքար է տարվում, որ եթե հայի առավելությունը կամ առանձնահատկությունները ինչ-որ մի տեղից նորից պատմական դուրս են ցածում, պայքար է գնում։ Եվ ուզում են ասեն, դե էլի սկսեցիք գլուխ գովալ, էլի սկսեցիք, բայց դա իրականություն է։ Մարդուն այնպես են անում, որ ինքը հրաժարվի այդ փառքից, դնելով պարծենկոտություն, գլուխ գովալու երևույթ։ Ինչևից է շեղվեմ թեմայից։ Եվ Մաշտոցին, մենք գիտենք, որ քրիստոնեությունը, երբ որ մուտք գործեց Հայաստան, ավերեց ամեն ինչ, մշակույթ, գիր, գրականություն, եւ մեր հեթանոս քրմական այդ տաճարները ավերվեցին, քրմերը սպանվեցին, որոշ մասին պարտադրությամբ քրիստոնյա դարձրեցին եւ եղան մարդիկ, ովքեր հեռացան հայրենիքից։ Եվ պարսկական ատրպատական տեղափոխված քրմերից իրենց հետ տարել էին մեր գիր, գրականություն, մշակույթ։ Եվ Մաշտոցին ասում են, որ ատրպատականում այս ինչ քուրմը ձայնավորներն ունի։ Բայց քանի որ ինքը քրիստոնյաներից, այսինքն ինքը մոտ արդեն 100 տարի էր անցել այդ քրիստոնեության ընդունման process-ից, ինքը այդ քրմերի զավակներն են արդեն այնտեղ ապրելուց եղել եւ իրենց հորից, պապերից ստացել էին ժառանգություն մեր գրերը եւ իրենք շարունակում էին իրենց այդ հավատքը, բայց օտար երկրում, Ատրպատականում։ Այդ այն Ատրպատականն է, որ ադրբեջանցիները դիտմամբ Ադրբեջան են սարքել անընդրել, որ հետո իրենց կապեն այդ Ատրպատականի հետ, հետո դառնան բնիկ, հետո դառնան ստա, բայց Ատրպատականը դա պարսկական ժողովուրդ են, այդ Ատրպատականի ցեղը դա պարսկալեզու իրանական ժողովուրդներ են դրանք թուրք չեն։ Ինչևից է, Մաշտոցը գործողում են Մաշտոցին Ատրպատական, գնում է, գտնում է այդ քրմերին, խնդրում, աղաչում է, չեն ուզում տալ, որովհետև իրենք չեն վստահում քրիստոնյաներին։ Մաշտոցը անգամ խոստանում է, որ եթե դուք տեղափոխվեք Հայաստան, ձեր համար լավ պայմաններ, չգիտեմ, այսպեսի խոսակցություն է տեղի ունենում։ Վերջը Մաշտոցին ամիսներ մնում է այնտեղ, կարողանում է համոզել, ստանում է ձայնավորները եւ միայն ձայնավոր հնչյունները դա բավարար չէր, պետք է իմանաս այբուբենում նրանց տեղը, որպեսզի թվային աղյուսակը ոչ միայն գրային համակարգը, այլ նաեւ թվային աղյուսակը, այդ Մենդելեևի բարբերական աղյուսակը, չէ՞։ Տեսնում եք, որ երկաթները ամեն մեկ մի տեղում է։ Իր բանով ատոմի կառուցվածքով, արժեքային կառուցվածքով։ Տեղը պետք է իմանաս։ Մաշտոցը քիմիկոս չէր, աստղագետ չէր, հա, տեզերագետ չէր։ Այդ մեր այբեն մեջ ամեն ինչ կա։ Իսկ քրմերը տիրապետում էին։ Այսինքն ոչ միայն տրամադրեցին այդ ձայնավոր հնչյունները 7։ Դե այն կլորոն վերջի դա Մաշտոցյան չի, գիտենք։ Նա նաև տեղերն են իրեն ասում եւ նա ուրախ զվարթ վերադառնում է Հայաստան եւ սկսվում է մեր ոսկե դարը։ Հիմա ես ինչու եմ սա այսպես պատմում, որ եթե նրանք Բարդուղիմեոսին արդեն դարձրեցին, տեսեք Արցախում էր, չէ՞, հողարկավորված Բարդուղիմեոս առաքյալը եւ Արցախը մեզանից խլելուց հետո իրենք հայտարարեցին, որ առաջի քրիստոնյա պետությունը հենց իրենց տարածքում է ծնվել, այսինքն իրենք են, էլի կոպիտ ասած։ Հիմա եթե Նիկոլը այսօր Մաշտոցին սարքում է պետական, չգիտեմ, գործիչ,
դարձնում է, ասենք, որպես կրոնավոր երկրորդական, երրորդական, դա տենց էական չի, բայց մեր կրթությունը դրանից հետո մեր ամեն ինչը եկեղեցին է փոխանցել մեզ, որտեղ մենք պետություն չենք ունեցել, դա մնացել է եկեղեցու ուսին։ Ինքը այդ process-ը ուզում է նաև հարվածի տակ դնել։ Բայց կարող է մի գեղեցիկ օր, այսինքն թուրքերի համար, ասեն, հələ մի րոպե, այդ մարդուց ատրպատականից չգնաց, այդ տառերը բերեց։ Այդ ատրպատականը մենք ենք։ Այդ կարող է մեր տառերն եք յուրացրել։ Այսօր քարը դրեց, հղկեց, վաղը ուրիշ քար է դնելու, կեղծիկի քար, եթե մնա Նիկոլը։ Հասկանում եք։ Սովորեք մեր պատմությանը եւ չտրվեք, երբեք չտրվեք Նիկոլ թրքաբարոյին։ Աշխարհի մեծերը, Հեմանգուեյը, Խայամին եւ այլ շատ աշխարհարչակ մարդիկ Թուրքին նկարագրել են որպես զզվելի, որպես տհաճ տեսակ մարդկության։ Իսկ Նիկոլը ասում է, ես ինձ վատ չեմ զգում, երբ որ ինձ թուրք են համարում։ Արցախն Ադրբեջան համարող թուրք Նիկոլը իրավունք չունի մեր եկեղեցու թերություններով զբաղվի, մեր պետության, մեր համակարգի, մեր մշակույթի, մեր կրթության թերություններով, թերություններն ամենուր են։ Ինքը իրավունք չունի զբաղվի, որտեղ ինքը ոչ թե թերությունները բուժող վերացնող է, այլ այդ թերությունները ցցուն ներկայացնող, մեզ խայտառակող, փչացնող կերպար է ինքը։ Խոյեմ եղեք, տիրապետեք մեր պատմությանը եւ ամուր կանգնեք ոտքերի վրա, թույլ չտաք ձեր ինքնությունը ձեր ձեռից խլեն։ Մինչև Նիկոլի հարցերը լուծենք։ Մնաք խաղաղությամբ։